Ես շատ վաղուց են տեսակետին եմ, որ շատ վաղուց ոչ թե խոսելու, այլ գործելու ժամանակն է 20 թվականից ենկոմ եւ հատկապես պատերազմից հետո ինձ մոտ անընդհատ ինչ-որ դեժավյու կա, մեր մանկության մի հատ ֆիլմ կա, գնդակը վախենում է քաջից, որ ասում են լավ ինչ անենք, ոնց էս իրավիճակից դուրս գանք, ասում է պետք է դիմել միլիցիային։ Գիտեք աբսուրդ է, որովհետև այս միլիցիան պայմանական դատարան, սահմանադրական դատարան, իրավապահ համակարգ, ամեն ինչը Նիկոլ Փաշինյանի կոշիկի ներբանի տակ ճմրթված է, որ մեր հարգարժան պարոն Սասունյանն ասում է եկեղեցին դիմի առաջի ատյան, հետո երկրորդ ատյան, հետո երրորդ ատյան, պետք է դիմել միլիցիային տարբերակով է։ Ուզում եմ շարունակել Զոհրաբյան ինքը Միացյալ Նահանգներից է։ Դե հասկանում եմ, ես դրա համար եմ ասում էլի, որ մենք իսկապես շատ այսպես точка невозвратայի եզրին կանգնած ենք, մենք պիտի գտնենք ոչ ստանդարտ լուծումներ, որտեղ մենք բացարձակապես ոչ ստանդարտ իրավիճակներում ենք։ Հոգեբանության մեջ ինձ համար երկու իրար հակառակ բաներ կա, տեսություններ, Ֆրոյդի եւ ավստրիացի Ադոլֆ Ադլերի, հա, իմ տպավորությամբ մեր հասարակությունը, նրա գերակշիռ մեծամասնությունը Ֆրոյդի ստեղծած կոմֆորտ զոնայի մեջ է, որ ոչինչ կախված չէ մեզանից, մեր ամեն ինչը գալիս է մանկական տրավմաներից, չգիտեմ, սրանից, ծնողից, վատ իրավիճակից եւ բոլոր սոցիոլոգիական հարցումները ցույց են տալիս, որ այո, հասարակության 60-70% է այդ ապատյան, հա, որը շատ ձեռ է տալի այս իշխանությանը, դրա համար իրանք ծնել են բոլորին դեմ շարժումը, որտեղ ինչքան քիչ մարդ գնա ընտրության, այնքան իրա վերարտադրվելու շանսը մեծ կլինի, բայց ես ուզում եմ, որ մենք մեր հասարակությանը ներարկենք Ադոլֆ Ադլերի տեսությունը, որը ասում է ամեն ինչ կախված է քեզանից, ոչ մանկական տրավմաներից, ոչ քո ծնողից, ոչ իրավիճակից, ոչ ինչ իրավիճակում ես դու, որովհետև եթե մենք ասում ենք, որ ամեն ինչ կախված է մեզանից, դա տալիս է մոտիվացիա ինչ որ բան փոխելու։ Այո, համաձայն եմ, հոգևոր անվտանգության խնդիրը ամենակարևորն է։ Այսօր ես սոցիալական հարթակներում ամենամեծ լսարան ունեցող քաղաքական գործիչներից եմ եւ ես հատուկ մոնիտորինգ եմ անում։ Նախորդին տեղադրել եմ Բաքվի ռազմական դատարանի վճիռը ՑՄԱՀ ազատազրկումների Արայիկ Հարությունյանի, Դավիթ Բաբայանի, Դավիթ Իշխանյանի, Դավիթ Մանուկյանի եւ Լևոն Մնացականյանի հազարավոր ապելության խոսք։ Մոնիտորինգ եմ արել, գերակշիռ մեծամասնությունը կանայք են։ Սա հիմա հոգևոր անվտանգության երկրի, սա ես համարում եմ այսօր ապելությունը լրջագույն ազգային անվտանգության խնդիր։ Ես ինքս իմ օրինակով կարող եմ ասել, ես չեմ կարա, չէ, սիրեմ մի մարդու կամ հարգեմ մի մարդու կնոջ, ով գրում է լավ են արել, քիչ են արել, տարոսը մյուսներին ՑՄԱՀ ազատազրկման, բայց ես ինձ հետ շատ երկար եմ աշխատել, ես ինքս ինձ հետ շատ երկար եմ աշխատել, որպեսզի կարողանամ այդ տոտալ ատելությունը, այդ զայրույթը կարողանամ այդ տեսակի հանդեպ, հա, որտեղ նիկոլիզմը ինձ համար աղանդ է։ Ես որպես լրագրող երկար եմ զբաղվել տոտալիտար աղանդներով, իրանք բացարձակ սեկտայի կանոններով են աշխատում, բայց ես ինձ հետ աշխատել եմ, որ կարողանամ իմ մեջ զայրույթը, ատելությունը այդ տեսակի հանդեպ զսպել, փորձել նրա հետ աշխատել, փորձել անգամ այդ տեսակի հետ երկխոսել, որտեղ եթե մենք չկարողանանք այսօր հաղթահարել այդ անտագոնիզմը, այդ ատելությունը, որի նարկոտիկին 18 թվականից նստացրել են հասարակությանը, մենք ոչ մի adekvat լուծումներ չենք կարողանալու գտնել։ Այսօր ամենամեծ խնդիրը հասարակությանը բերել համերաշխության դաշտ։ Միայն այդտեղ մենք կկարողանանք լուծումներ գտնել։ Մնացած առումով համաձայն եմ պարոն Մելքումյանի դիտակետին, որ այդ կներեք էլի կոպիտ բառի համար, բայց լավ չասեմ այդ կոպիտ բառը, որտեղ ես ինձ համար որոշում ունեմ այլևս իմ սլենգի մեջ ոչ մի կոպիտ բառ չօգտագործել, եթե ես հա լեզվի Տիկին Դիլբարյանը ու Հումա որոշել են, որ մենք պիտի գնանք այն կուսակցությունները, ովքեր շատ լավ գիտեն, որ իրանց առավելագույն շեմը լինելու է 1-1.5%, այդ իրանց ներսի բոնապարտիզմը պիտի դնեն մի կողմ եւ միավորվեն մեծ ճակատներով, որտեղ մենք ոչ ստանդարտ իրավիճակում ենք եւ միանում եմ պարոն Սարգսյանի դիտարկմանը թիմ հետո
առաջնորդ, որովհետև այս ոչ ստանդարտ իրավիճակում գնալ ընտրական process-ի ստանդարտություններով հնարավոր չէ եւ երկու բան, քանի որ որոշակի նաեւ չգիտեմ, լավատեսություն ունեմ, չասեմ որոշակի տեղեկատվություն, այո, այսօր Արցախը ամենախաղաղ զոնան է, ստալկերի մեռյալ զոնան է, բայց այնտեղ այսօր կա երկու հայնիկին, որը տանից դուրս է եկել, որտեղ ես զբաղվում եմ, գիտեք, այդ խնդիրներով, եւ նրան չեն կարողանում գտնել 70-ն անց մի կին, եւ երկրորդ հայը գտնվել է, կարծում եմ ոչ, եւ երկրորդ հայը, որը Բաքվի ռազմական դատարանում է եւ ցուցմունք է տալիս Ռուբեն Վարդանյանի եւ մյուսների դեմ։ Այո, գիպսի միշիկը եւ հասկանում եք, էսա այդ խաղաղության գինը, ես չեմ ուզում, որ վաղը Հայաստանում եւս լինի այդ ստալկերի մեռյալ զոնայի խաղաղությունը։ Շնորհակալություն։